Հազարավոր հայեր ձմռանը երզնկայից նահանջում են դեպի Էրզրում։ Նրանցից շատերը չհասան իրենց նպատակներին։ Նրանց առաջնորդում էր մեծն ռազմիկ Սեբաստացի Մուրադը։ Ինչու է նա գնում Էրզրում։ Էրզրումը արևմտյան Հայաստանի սիրտն ու բանալին էր։ Շուտով տեղի ունենում մի ճակատամարտ, որը կանխորոշում է ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի ապագան տասնամյակներով, գուցե եւ դարերով։ Բարև ձեզ։ Ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Վերջերս մեր թողարկումներից մեկում մենք խոսել ենք Կարսի կորստի եւ մեր ապագայի վրա թողած դրա ծանր հետևանքների մասին, որոնք արտահայտվում են մինչեւ այսօր։ Դիտելով այս եւ Կարսի մասին մեր թողարկումները, դուք կարող եք ամբողջությամբ պատկերացում կազմել տվյալ ժամանակահատվածում մեր հայրենիքի հետ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին։ Ինչ տեղի ունեցավ մինչեւ Կարսի կորուստը եւ ինչ նշանակություն ուներ Էրզրումի անկումը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք թողարկումով, եթե այն հավանեցիք, եւ սկսենք։ Էրզրումը Օսմանյան կայսրության կարևորագույն քաղաքներից մեկն էր, եւ Օսմանյան եւ ռուսական կայսրությունները հասկանում էին քաղաքի ռազմավարական նշանակությունը։ Ով կառավարում է քաղաքը, նա վերահսկում է Թուրքիայի արևելյան հատվածը։ 1000 տարի քաղաքն իր բնիկ հայ բնակչությամբ վերահսկվել է տարբեր նվաճողների կողմից՝ Հռոմ, Բյուզանդիա, արաբներ եւ թուրքեր։ Եվ ահա 1917 թվականին եկավ այն պատմական պահը, երբ քաղաքը գործնականում վերահսկվում էր հայերի կողմից։ Ինչպես դա եղավ։ Դարեր անց հայերը ոչ միայն քաղաքի տերն էին պատմական արդարության տեսանկյունից, այլև փաստացի։ Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Թուրքիան կրեց աղետալի կորուստներ։ Ռուսական զորքերը մտան արևմտյան Հայաստանի խորքերը եւ գրավեցին ոչ միայն Էրզրումը, այլև Սևծովյան տրապիզոնը, արևմտահայ Վանն ու Երզնկան, ինչպես նաեւ վերահսկում էին Մուշը։ Կարծես թե ցեղասպանության ողբերգությունից հետո հայերի համար ստեղծվել էր պատմական հնարավորություն վերամիավորման համար։ Սկսվեց նոր փորձությունների ժամանակաշրջան, որը պահանջում էր արագ եւ վճռական որոշումների ընդունում եւ ամենակարևորը՝ հստակ կողմնորոշում արագ փոխվող աշխարհաքաղաքական իրականությունում։ 1917 թվականի մարտին ռուսական կայսրությունում տեղի ունենում հեղափոխություն։ Նիկոլայ II ցարը կորցնում է իշխանությունը, ձևավորվում է դեմոկրատական Ռուսաստանի կառավարությունը։ Ռուսաստանի ռազմական նախարար, ապա նաև վարչապետ Կերենսկին հասկանում էր այն վտանգները, որոնք կարող են գալ պարտված, բայց ոչ վերջնականապես ջախջախված Թուրքիայից, եւ թույլատրեց հայերին ձևավորել իրենց սեփական բանակը։ Հարավային Կովկասի 3 ազգերից թվով ու հզորությամբ ամենամեծ ներուժը ունեին հայերը։ Դա հասկանում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում։ Հայերն այս լուրն ընդունեցին մեծ ոգևորությամբ եւ Թիֆլիսում կազմակերպեցին կամավորական կորպուս, որտեղ կարող էին գրանցվել ցանկացողները իրենց պատմական հայրենիքի պաշտպանության համար։ Հարկ է նշել, որ հենց արևմտյան Հայաստանում այդ պահին արդեն գործում էին հայկական ռազմական միավորումներ այնպիսի փորձառու հրամանատարների ղեկավարությամբ, ինչպիսիք էին օրինակ Սեբաստացի Մուրադը Երզնկայում կամ Սեպուհը Բայբուրդում։ 20,000 արևմտահայ կամավորներ անդամագրվեցին։ Նպատակը հավակնոտ էր, բայց միանգամայն իրատեսական՝ կազմավորել ավելի քան 60,000 մարդուց բաղկացած բանակ։ Գլխավոր հրամանատար էր ընտրվել ցարական բանակի փորձառու գեներալ Ֆոմա Նազարբեկովը, նույն ինքը Թովմաս Նազարբեկյանը։ Կերենսկու հրամանագրից արդեն 6 կարևորագույն ամիս էր անցել, բայց բանակը դեռ չէր ձևավորվել անկազմակերպ զորահավաքի պատճառով, որի պատասխանատուն Ավետիս Ահարոնյանն էր։ Նա տաղանդավոր գրող եւ լավ հռետոր էր, բայց միջակ քաղաքական գործիչ։ Կարևոր է նշել, որ այդ ժամանակաշրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի հայերի միջև հարաբերությունները լարված էին։ Յուրաքանչյուր խումբ իր տեսակետն ուներ իրավիճակի վերաբերյալ։ Արևմտահայերը հիմնել էին իրենց սեփական Հայաստան թերթը, համարելով, որ իրենց ձայնն անտեսվում է այսպես կոչվող ռուսահայերի կողմից։ Արևմտահայերն իրենց առաջնորդ ընտրեցին փորձառու մարտիկ եւ ֆիդայական շարժման լեգենդ Անդրանիկին։ Անդրանիկը փորձեց թերթի շուրջ միավորել արևմտահայ մտավորականներին ու հայրենասերներին, ինչպիսիք էին Հարվարդն ավարտած Վահան Թոթովենցը, ինչպես նաև Ժնևի համալսարանի շրջանավարտ Լևոն Թուտունջյանը։ Անդրանիկի նախաձեռնությամբ նաև որոշում ընդունվեց Երևանում կազմակերպել արևմտահայերի համագումար։ Այդ կապակցությամբ Անդրանիկն ասել է. «Փաստ է, որ ռուսահայերը ոչինչ չեն անի մեզ համար, պետք է կազմակերպել արևմտահայերի համագումար»։ Եվ ահա, վերջապես երկարատև նախապատրաստություններից հետո եկավ համագումարի օրը, որը ճակատագրական դարձավ արևմտահայերի համար։ Համագումարին 80 պատվիրակներ ժամանեցին Երևան,
այդ թվում այնպիսի ծանրակշիռ դեմքեր, ինչպիսիք էին համագումարի համահիմնադիրներ Զորավար Անդրանիկը, Արամ Մանուկյանը, Լևոն Շանթը, ինչպես նաև արևմտահայ էլիտայի շատ այլ ներկայացուցիչներ։ Բայց հին հակասությունները մի կողմ դնելու եւ որոշումների ընդունման վրա կենտրոնանալու փոխարեն համագումարի ընթացքում բախում տեղի ունեցավ, որի պատճառով Անդրանիկը լքեց Երևանը եւ ուղևորվեց Էջմիածին, եւ շուտով հենց այնտեղից հայտնեց իր որոշումը դաշնակցության շարքերը լքելու մասին։ Հարկ է նշել, որ հայ փախստականների եւ տեղաբնակ հայերի հարաբերություններն էլ հարթ չէին։ Շրջանների տարանջատման հողի վրա շատ կենցաղային բախումներ էին լինում։ Հայերի հարաբերությունների վառ օրինակներից մեկը վկայում է Վանի վարչակազմի ղեկավարը Ավետիս Թերզիբաշյանը։ Ես նորին սրբություն եպիսկոպոս Խորեն Մուրադբեկյանի հետ էի։ Սենյակ մտան երկու կին, նրանցից մեկը թուրքահայ էր Խնուսից, որը սենյակ էր վարձակալում մյուսից ռուսահայ երևանցուց։ Նրանք եկել էին առաջնորդի մոտ վարձավճարի հարցով։ Տանտիրուհին իր խնդիրը ներկայացնելիս փախստական բառը գործածեց, ինչը զայրույթի պոռթկում առաջացրեց։ Ինչ փախստական, նորից փախստական, դեռևս փախստական, եթե դու այդ բառերը մի անգամ էլ կրկնեցիր, ատամներդ կջարդեմ։ Եպիսկոպոսը փորձում էր ինչ-որ հաշտեցման բան ասել, բայց թուրքահայը դա համարեց միակողմանի եւ անարդար։ Կարևոր է արձանագրել, որ թուրքերի դեմ մարտական գործողությունների նախապատրաստության համար յուրաքանչյուր օրը չափազանց կարևոր էր։ Մինչ արևմտահայերը հարաբերություններ էին պարզում միմյանց միջև առաջին իսկ համագումարի ընթացքում, իսկ Ահարոնյանը չէր կարողանում կազմակերպել բանակի զորահավաքը, հայկական շանսերը գնալով ավելի ու ավելի էին նվազում։ 1917 թվականի մայիսի 29-ին Թիֆլիսում Զորավար Անդրանիկը հանդիպում է ամերիկյան հյուպատոս Սմիթի հետ, որտեղ թարգմանիչը Վահան Թոթովենցն էր։ Հանդիպման նախաձեռնողն ամերիկացին էր, որը ուղիղ հարց տվեց Անդրանիկին, թե ինչպես է նա պատրաստվում հայկական Էրզրում, Վան, Բիթլիս նահանգները պահել եւ հաղթել Թուրքիային։ Անդրանիկը հանդիպմանը ներկա սպաների հետ միասին ծրագիր կազմեց քարտեզի վրա։ Տվյալ քարտեզն ու դրա նկարագրությունը Սմիթն իր հետ տարավ Մոսկվա, որտեղ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագետների հանդիպումը, իսկ պատճենները ուղարկեց բոլոր տերությունների մայրաքաղաքներ։ Շուտով Անդրանիկը կարճ նամակ ստացավ Պողոս Նուբարից։ Զորավար, ես խնդրում եմ քեզ շտաբ սկսել զորքերի նախապատրաստումը Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի պաշտպանության համար։ Ծախսերը երաշխավորված են։ Կերենսկին եւ ռուսական կառավարությունը կատարեցին իրենց խոստումը եւ զինամթերք տրամադրեցին հավաքագրվող բանակին, սակայն այս նույն ընթացքում կրկին տարաձայնություններ ծագեցին Անդրանիկի եւ Դաշնակցության միջև։ Դաշնակցությունը ինքն էր ցանկանում կազմակերպել այդ ողջ գործընթացը, հետեւաբար նաեւ ստանալ դրա համար նախատեսված բոլոր միջոցները։ Պատմությունը ցույց տվեց, որ նույնիսկ այսօր նրանց վարքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Դաշնակների հետ հանդիպման ժամանակ բրիտանացի գեներալ Շորը այսպես պատասխանեց նրանց. Իմ կառավարությունը Լոնդոնում ինձ հրահանգել է 30,000-անոց բանակի կազմակերպման գործերով զբաղվել գեներալ Անդրանիկի հետ, եւ հենց դա էլ ես անելու եմ։ Եվ ահա 1917 թվականի նոյեմբերին Ռուսաստանում տեղի է ունենում բոլշևիկյան հեղափոխություն։ Անդրանիկի 30,000-անոց բանակի արագ նախապատրաստման ծրագիրը իջիկ է դառնում, եւ այս ամենը կուսակցությունների, ռուսահայերի եւ թուրքահայերի միջև ներքին տարաձայնությունների ֆոնին։ Ռուսահայերի էլիտայի մեծամասնության կարծիքով արևմտյան Հայաստանի պաշտպանությունից իրենք շահ չունեին։ Միթե սա մեզ ոչինչ չի հիշեցնում։ Զինադադարի հաստատումից հետո 1917 թվականի դեկտեմբերի 5-ին Բրեստ-Լիտովսկում սկսեցին բանակցություններ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, այդ թվում Թուրքիայի եւ բոլշևիկների միջև։ Համաձայն այդ պայմանավորվածությունների Թուրքիան չէր կարող առաջ շարժվել 1914 թվականի դրությամբ առկա սահմաններից, իսկ խորհրդային կառավարությունը պատրաստ էր զիջել պատերազմի արդյունքում գրավված հողերը։ Խոսքը Արևմտյան Հայաստանի մասին էր։ Հենց այդ պատճառով Թիֆլիսում խորացան տարաձայնությունները եւ քաոսն ավելի մեծացավ։ Ռուսահայերը կարծում էին, որ նման զինադադարից հետո Արևմտյան Հայաստանի պաշտպանությունն անիմաստ էր եւ պետք էր կենտրոնանալ այսպես կոչված ռուսական Հայաստանի պաշտպանության վրա։ Նման վեճերից մեկի ընթացքում զայրացած Անդրանիկն ասաց. «Բա ինչու եք ստեղծել ձեր կուսակցությունը, եթե չեք ուզում օգտվել Արևմտյան Հայաստանն ազատագրելու նման հնարավորությունից»։ Նրա հարցին ոչ ոք եւ ոչինչ չպատասխանեց։
հենց այսպիսի ներքին իրավիճակում էլ ամպեր էին կուտակվում Էրզրումի գլխին։ Եվ այսպես, ինչ ունենք։ Անդրանիկի երազած բանակը չստեղծվեց Կերենսկու կառավարության անկման պատճառով, քանի որ նա այդ բանակի գլխավոր հովանավորներից մեկն էր։ Չստեղծվեց նաև 60,000-անոց բանակը Նազարբեկյանի հրամանատարությամբ։ Արդեն ավելի քան 150,000 հայեր այդ ժամանակ վերադարձել էին Արևմտյան Հայաստան նոր կյանքի հույսով։ Միևնույն ժամանակ ռուսական բանակը զանգվածաբար լքում էր Արևմտյան Հայաստանը։ Մուսուլման բնակչությունը ոգևորվում էր եւ դառնում ավելի ու ավելի ագրեսիվ։ Բայց մի կարևոր նկատառում՝ Ռուսաստանը թողել էր հսկայական զինամթերքի պաշարներ։ 3000 թնդանոթ, 3000 գնդացիր, 1 միլիարդ փամփուշտ, 100,000 մարդու համար սննդամթերք եւ զինամթերք, ավելի քան 15,000 ձի եւ 100,000 հրացան։ Հայերը երբեք չէին ունեցել այդքան զինամթերք, իսկ թուրքերը իրենց ողջ պատմության ընթացքում երբեք չէին եղել այդքան թույլ, ռազմական, տնտեսական եւ դիվանագիտական առումներով, որքան 1918 թվականին։ Եթե Հայաստանը պետք է լիներ միասնական ու ազատագրված, ապա 1918 թվականի գարունը դրա ճիշտ ժամանակն ու ոսկե հնարավորությունն էր։ Ինչու էր Դաշնակցության ղեկավարությունը այդքան անվճռական։ Պատճառներից մեկն այն էր, որ կուսակցության Արևմտյան բյուրոյի քաղաքական ղեկավարներից շատերը Էդվարդ Ակնունին, Ռուբեն Զարդարյանը, Վարդգեզը, Հարություն Շահրիկյանը, Սարգիս Մինասյանը եւ այլոք տանջամահ էին արվել ցեղասպանության ժամանակ։ Իսկ Դաշնակցության ֆիդայինների մեծ հայդուկապետ էր Մարգար Վարժապետը, Արաբոն, Աղբյուր Սերոփը, Դժոխ Հրայրը, Գևորգ Չաուշը, Մակարն ու էլի շատերը զոհվել էին մարտերի ընթացքում։ Այս գալի կորուստների հետևանքով կուսակցության Արևմտյան բյուրոն զգալիորեն թուլացել էր։ Միաժամանակ կուսակցության արևելյան, այսինքն ռուսական բյուրոն, որը հիմնավորվել էր Թիֆլիսում, սկսեց գերիշխել հեղափոխական կազմակերպությունում։ Ավետիս Ահարոնյանը, Արշակ Ջամալյանը, Ռուբեն Տերմինասյանը, Ստեփան Մամիկոնյանը եւ մյուսները այժմ նրա ղեկավար ուժերն էին։ Կովկասում ռուսական կայսրության ներքո համեմատաբար անվտանգ եւ բարգավաճ կյանք ապրելով նրանք կտրված էին Արևմտյան Հայաստանից։ Նրանք չէին ապրել Թուրքիայում, չէին տառապել թուրքերի լծի տակ եւ չէին կիսում թուրքահայերի զգացմունքները, երազանքները եւ ձգտումները հայրենիքի նկատմամբ։ Համբարձում Մելիքյանի առանձնատանը տեղի ունեցած ժողովի ժամանակ մասնակիցները քննարկում էին Արևմտյան Հայաստանից հրաժարվելու եւ դեպի 1914 թվականի ռուս-թուրքական սահմաններ նահանջելու հնարավորությունը, ինչպես առաջարկում էր Մամիկոնյանը։ Հատկանշական է, որ ոչ ոք չմերժեց Մամիկոնյանի առաջարկը։ Փաստորեն այդ մոտեցումը ընդունելի էր բոլորի համար, բացի մեկ մարդուց։ Միակ մարդը, որ կանգնեց եւ պաշտպանեց Արևմտյան Հայաստանը, դա Զորավար Անդրանիկն էր։ Մեծ ուշացումով եւ առանց մեծ մոտիվացիայի հայկական բանակի ստորաբաժանումներ ձևավորվեցին Անդրանիկի հրամանատարությամբ։ Ազգային խորհրդի մեծ մասը պնդում էր, որ պետք է պաշտպանել Կարսը, իսկ ոմանք Սարիղամիշը։ Իսկ Անդրանիկը համոզված էր, որ բոլոր ուժերը պետք է ուղղվեն Էրզրում։ Երբ եկավ երկար սպասված մեկ նման օրը, Ավետիս Ահարոնյանը, Սամսոն Հարությունյանը, Վահան Փափազյանը, Ավետիս Թերզիբաշյանը եւ Պարույր Լևոնյանը հավաքվեցին կայարանում զորքերի հետ միասին, որոնք կրում էին բոլորովին նոր համազգեստ եւ նոր զենք։ Եվ ահա ժամանեց Անդրանիկը եւ իր խոսքն ասած զորքի առաջ, որն ավելի շատ ուղղված էր հայկական էլիտային։ Քանի դեռ նրանք նստած են Թիֆլիսի ժամանակակից Սոլոլակի թաղամասում եւ հրամաններ են արձակում աճ ու ձախ, դժվար թե մենք անկախություն ունենանք։ Անկախության գինը արյունն է։ Էրզրում տանող ճանապարհին Անդրանիկը Սեբաստացի Մուրադին հրամայեց նահանջել Երզնկայից Էրզրումի մատույցները պաշտպանելու համար։ Նույն հրամանը ստացավ նաև Սեպուհը, քանի որ ուժերը բավարար չէին Բայբուրդի ու Երզնկայի առաջապահ դիրքերի պաշտպանության համար։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո իրավիճակը Էրզրումում ծանր էր։ Թուրքերը զգալով, որ շուտով իրենց զորքերն են գալու, դառնում էին ավելի ու ավելի վստահ եւ վտանգավոր։ Իսկ այս ընթացքում ինչով էին զբաղված քաղաքի հայկական ուժերը։ Ամենավառ կերպարներից մեկը Տիգրան Աղամալյանն էր, որը հայկական ռազմական միության եւ Էրզրումի ազգային խորհրդի նախագահն էր։ Նրա վերահսկողության տակ էր զինված ուժերի մեծ մասը եւ ռուսների թողած զենքի պաշարները։ Գրեթե 5000 զինվոր կար նրա վերահսկողության տակ։ Սակայն Աղամալյանը պատմության մեջ մնաց որպես շվայտ ու մորթապաշտ մեկը, ով զբաղված էր միայն իր համար եկամուտ ապահովելով, այն էլ ինչպես։ Նա թուրքերին մատչելի գներով զենք եւ զինամթերք էր վաճառում։ Աղամալյանի նման անպատասխանատու վարքագծի պատճառներից մեկն էլ այն էր,
որ նա լուր էր ստացել, որ կնքվել է պայմանագիր, համաձայն որի ռուսական զորքերը նահանջելու են մինչև 1914 թվականի սահմանները, եւ հետեւաբար Էրզրումի պաշտպանությունը դառնում էր անիմաստ։ Ահա այսպիսի բարոյալքված իրավիճակում են գտնվում հայկական ուժերը Արևմտյան Հայաստանի սրտում։ Էրզրումի զորքերը եւ Աղամալյանը Անդրանիկի քաղաք գալու լուրն ընդունեցին առանց ողջավորության։ Բացի Աղամալյանի զորքից քաղաքում գործում էին նաեւ այլ զինված խմբավորումներ։ Նրանք բոլորը բարոյալքված էին, ցրված եւ իրար հետ հակասությունների մեջ։ Թեպետ ոչ բոլորն էին այդպիսի խղճուկ վիճակում։ Կային այնպիսի քաջ եւ արժանի սպաներ, ինչպիսիք էին գնդապետ Թորգոմը, որը տեսնելով ծանր իրավիճակը, հավաքելով համախոհներին, ծայրահեղ ռիսկի դիմեց եւ հայտարարեց Արևմտյան Հայաստանի անկախության մասին։ Այս հուսահատ քայլը դրդված էր բացառապես հայրենասիրությունից եւ Էրզրումում գտնվող ուժերին ոգևորելու նպատակով։ Թորգոմը ժամանակին Կոստանդնուպոլսում ֆրանսալեզու թերթի խմբագիր էր, որտեղ նա ամենամարտի էր հրավիրել Պիեր Լոտիին հակահայկական հոդված գրելու համար։ Երբ Անդրանիկը ժամանեց Էրզրում, քաղաքի թուրքերը փակվեցին տներում, իսկ հայերը վազեցին դիմավորելու Անդրանիկին, բացականչելով «Կեցցե Անդրանիկը»։ Սակայն Անդրանիկն ասաց. «Պետք չէ ծափահարել, թող յուրաքանչյուր տղամարդ գնա զորանոց, զենք վերցնի եւ մեկնի ռազմաճակատ, դա կլինի լավագույն ծափահարությունը»։ Երկու անգլիացի սպաներ, որոնք օգնություն ցուցաբերելու նպատակով ժամանեցին Անդրանիկի հետ գրեթե միաժամանակ, գնահատելով իրավիճակը եզրակացրին. եթե հայերը պատրաստ լինեն, թուրքերը չեն կարողանա ներխուժել քաղաք։ Աղամալյանն ու իր խումբը չդիմավորեցին Անդրանիկին։ Նույն անտարբերությունը դրսևորեց նաև պահեստների ղեկավարը, ով կապված էր Աղամալյանի հետ։ Դավաճան Աղամալյանը, որը անհամբեր սպասում էր թուրքերին, ոչ թե Անդրանիկին, պարգևատրվում է, սակայն մի քանի շաբաթ անց Կարսում թուրքերը նրան մահապատժի են ենթարկում։ Չափազանց կարևոր օրինակ է, թե ինչ է սպասվում բոլոր թրքասեր հայերին։ Չէ՞ որ թշնամիները հենց առաջինը իրենք են ոչնչացնում դավաճաններին։ Տեղական այսպես կոչված քաղաքի տերերից աջակցություն չստանալով, տեսնելով զինված խմբերի բարոյալքված վիճակը, Անդրանիկը սկսեց հակալրտեսությունից։ Կարճ ժամանակում բացահայտեց մեծ թվով լրտեսների, որոնք լիակատար կապի մեջ էին թուրքական ուժերի հետ։ Իրավիճակն այնքան լուրջ էր, որ Անդրանիկը հրամայեց կտրել հեռախոսի մալուխը։ Պահեստներն անխնա վաճառվում եւ մաքսանենք ճանապարհով դուրս էին բերվում քաղաքից։ Պաշտոնյաների հիմնական զբաղմունքը ռուսական բանակի գույքի եւ պարենի պաշարների կողոպուտն էր։ Ոչ ոք չէր մտածում հայրենիքի մասին։ Շուտով թուրքական զորքերը շարժվեցին դեպի Էրզրում։ Ի տարբերություն Էրզրումի առաջնորդների, որոնք դրսևորեցին ամենավատ հատկանիշները, որը հայը կարող է ունենալ իր հայրենիքի նկատմամբ։ Սակայն Երզնկայում իրավիճակն ամբողջովին այլ էր։ Մուրադը, որը հայտնի էր որպես Սեբաստացի Մուրադ, գտնվելով թուրքերի խորը թիկունքում, իր ընտանիքի հետ միասին մինչև վերջ փորձում էր պաշտպանել հայոց հողը, ձեռնարկելով հնարավոր ամեն ինչ ժամանակ շահելու համար, հուսալով, որ օգնությունը այնուամենայնիվ կկազմակերպվի։ Նահանջը Երզնկայից ողբերգական էր։ Վիջան կամուրջն անցնելիս նահանջողները հայ խաղաղ բնակչության հետ միասին ընկան շրջափակման մեջ եւ մոտ 500 մարդ սպանվեց։ Այսպիսի ողբերգական հանգամանքներում անվանի մարտիկ Մուրադ Սեբաստացին հասավ իր հրամանատարին եւ ընկերոջը Անդրանիկին։ 1918 թվականի փետրվարի 10-ին թշնամին գրաված տրապիզոնից շարժվեց դեպի Էրզրում։ Դարերի ընթացքում հայերն առաջին անգամ ունեցան պատմական հնարավորություն արժանի պատասխան տալու թշնամուն, եւ դա անել հենց Էրզրումի պատերի տակ, ունենալով դրա համար ռազմական տեսանկյունից հնարավոր ամեն ինչ։ Թուրք հրամանատար Վեհիբ Փաշայի ուժերը շատ խղճուկ էին, 4000 հյուծված թուրք զինվորներ, որոնք շարժվում էին դեպի ամրացած Բերդը։ Սա նույնպես կարևոր է հիշել եւ ազնիվ լինել պատմության առջև։ Այս ճակատամարտից էր կախված ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև ըստ էության հայ ժողովրդի ապագան։ Բայց չնայած ռազմական գերազանցությանը, հայերը բարոյալքված էին, տիրում էր լիակատար քաոս, իսպառ բացակայում էր հավատը, կային մեծ թվով իրարամերժ հրամաններ արձակողներ, ինչպես նաև ռուսական կայսրության հայերի մոտ ցածր մոտիվացիա կռվելու Արևմտյան Հայաստանի համար։ Անդրանիկը անում էր անհնարինը, փորձելով շատ կարճ ժամանակում լուծել այդ խնդիրները, որոնք ավելի շատ ժամանակ էին խլում, քան ռազմական պատրաստությունը։ Գործը հասավ նրան, որ մարտը սկսելուց անմիջապես առաջ հուսալքված եւ շուտ տուն վերադառնալ ցանկացող հայ զինվորները նույնիսկ կրակ բացեցին Անդրանիկի վրա։
Մարտի ամենաթեժ պահին գնդապետ Բեջանբեկովն ու իր ստորաբաժանումն ուղղակի նահանջեցին, թողնելով իրենց ռազմավարական դիրքերը եւ որոշեցին անհապաղ վերադառնալ տուն։ Անդրանիկն իր հավատարիմ սպաների հետ որոշեց թողնել թուրքերին քաղաքը պաշարել։ Այդ դեպքում Անդրանիկի կարծիքով զինվորները, որոնք նույնպես ցանկանում էին բռնել դասալքության ճանապարհը, կկռվեն սեփական կյանքի համար։ Սակայն արդեն ուշ էր։ Արդեն այդ գիշեր հայ դասալիքները սկսեցին լքել քաղաքը։ Մնաց միայն մի փոքր մասը, հիմնականում մշեցիներ եւ Անդրանիկի հայրենակից շապինգարահիսարցիներ։ Հայ բնակչությունը, տեսնելով այս խուճապային նահանջը, նույնպես սկսեց փախչել քաղաքից։ Այսպես փետրվարի 27-ին ընկավ Էրզրումը։ Անդրանիկը հեռագիր ուղարկեց անվտանգության խորհուրդ, հայտնելով. շրջապատված լինելով դավաճաններով, ես հրաժարվում եմ գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Միքայել Վարդանյանը հետագայում գրում է. նույնիսկ եթե Նապոլեոն Բոնապարտը լիներ Անդրանիկի տեղում, նա այդպիսի հանգամանքներում չէր կարողանա կատարել ազատարարի դերը։ Անցել են տասնամյակներ, սակայն առ այսօր քաղաքի անկման համար ցավոք մեղադրում են Անդրանիկին, մի մարդու, ով Էրզրումի պաշտպանության համար պատրաստ էր ցանկացած զոհաբերության։ Ցավոք, Էրզրումի պատմությունը ամբողջությամբ եւ նույնությամբ կրկնվում է այսօր։ Եթե ժամանակին հայերին պառակտում եւ տարանջատում էին անվանելով մի մասին թուրքահայեր, իսկ մյուս մասին ռուսահայեր, ապա այսօր հենց մեր իշխանության ջանքերով պառակտվում է Հայաստանը, մի մասին անվանելով արցախցիներ, մյուս մասին հայաստանցիներ։ Էլ ինչ կարևոր դաս պետք է քաղել այս պատմությունից։ Դավաճաններին ոչ ոք չի խնայում։ Տիգրան Աղամալյանը Կարսում սպանվեց թուրքերի կողմից, իսկ Բեժենբեկովն եւ իր շատ զինակիցներ, որոնք պարզապես վերադարձան տուն, քիչ ավելի ուշ թուրքերի ձեռքով իրենց գերեզմանը կգտնեն Աղավնոյի շրջանում, Լաչինից ոչ հեռու։ Ցանկացած հիվանդություն բուժելու համար նախ պետք է այն ախտորոշել, իսկ ախտորոշման համար պետք է լինել պատրաստ առերեսվելու դաժան իրականությանը։ Մեր փրկության եւ հարատևման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքում, որին տանող ճանապարհը միակն է՝ հայկական ողջ ներուժի համախմբում եւ հայկական պետության ձևավորում։ Բոլոր մարտահրավերները եւ սպառնալիքները հաղթահարելու եւ ուժեղ պետություն ձևավորելու համար ունենք ռեսուրսներ ավելին քան անհրաժեշտ է, իսկ ինչ վերաբերում է դավաճաններին, ապա նրանց ոչ ոք եւ երբեք չի մոռանում, իսկ առաջինը հենց թշնամին է, որ նրանց երբեք չի ներում։ Իսկ ինչ եք կարծում, որն է պատճառը, որ մեր պատմությունը նույնությամբ կրկնվում է նույնիսկ այսօր։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ մի շնորհ հանդիպում։